Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետ Ատոնոյանը արձագանքել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի այսօրվա հայտարարությանը, մեջբերում է. Լավ կլիներ ինչ-որ մեկը Արայիկ Հարությունյանին հարց ուղղեր. Դու իրավունք ունես Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ լինել, իսկ Գագիկ Ծառուկյանն իրավունք չունի Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահը լինել։ Ինչ կապ ունես դու ընդհանրապես սպորտի հետ։ Ինչ մարզական հետագիծ ունես Ծանրամարտի մասին, ինչ իմացություններ ունես։ Երբ Գագիկ Ծառուկյանը 48 տարեկանում ստանձնում էր Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահի պարտականությունները եւ հայկական սպորտը գտնվում էր խայտառակ ծանր վիճակում, շատերն էին հարցնում. արդյոք դա պետք է իրեն։ Մարզադպրոցները կիսաքանդ էին, ենթակառուցվածքները ավերված, միջազգային ասպարեզում հաջողությունները սակավ, մարզիկներն էլ անտեսված։ Շատ մարզադպրոցներում անգամ տարրական պայմաններ չկային մարզվելու համար։ Մարզիկները արտագաղթում էին, հայկական սպորտը կանգնած էր լուրջ մարտահրավերների առաջ։ Բայց Գագիկ Ծառուկյանի դիրքորոշումը հստակ էր, սա իր պատվի եւ երկրի արժանապատվության հարցն է եւ ոչ մի դժվարություն չի կարող վախեցնել։ Նրա պաշտոնավարման շուրջ 2 տասնամյակների ընթացքում կառուցվեցին եւ վերանորոգվեցին տասնյակ մարզադպրոցներ, ապահովվեցին մարզագույքով, արտագաղթած մարզիկներից շատերը հետ վերադարձան եւ սկսեցին եռագույնի ներքո հանդես գալ, սահմանվեց մարզիկների խրախուսման եւ պարգևատրման նոր մշակույթ։ Հայ մարզաշխարհը վերածնվեց, իսկ մեր աշխարհասփյուր հայրենակիցները բազմաթիվ առիթներ ունեցան հպարտանալու մեր մարզիկների հաղթանակներով։ Մեր եռագույնը հազարավոր անգամներ բարձրացվեց միջազգային ամենահեղինակավոր հարթակներում եւ հնչեց ազգային օրհներգը։ Այս հաղթանակների ճնշող մեծամասնությունը միշտ մեր ծանրամարտիկներն են նվաճել, քանզի ծանրամարտը մեր ամենաշատ մեդալ բերող մարզաձևն է դարձել Գագիկ Ծառուկյանի տարիների քրտնաջան աշխատանքից ու ահռելի ներդրումներից հետո։ Հիմա հարց Արայիկ Հարությունյանին. ոնց դու հայտնվեցիր Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում, ինչ խոստումներ էիր տվել Ծանրամարտի միջազգային ընտանիքում Հայաստանի դիրքերը բարելավելու մասին, որոնք այդպես էլ չկատարեցիր, եւ ի վերջո, արդյոք հայ մարզաշխարհն ընդունեց քեզ որպես ֆեդերացիայի նախագահ։ Հարցերս ռետորական չեն, գրել է Իվետ Ատոնոյանը։